Հովհաննավանքում կարգալույց հոգևորականի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունենալիք կիրակնօրյա պատարագից առաջ Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը հայտնել է մեջբերում բոլոր օրինական ճանապարհները օգտագործելու են առաջիկա կիրակի հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հոգևոր աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցու ծառայող օրինավոր քահանայի կողմից սուրբ պատարագ մատուցելու համար։ Տեր Եսայի Քահանան բոլորին հրավիրել է Սուրբ Հովհաննավանք մասնակցելու սուրբ և անմահ պատարագին։ Կարգալույց քահանան երեկ հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել եկեղեցին և կիրակնօրյա պատարագը հենց ինքն է մատուցելու։ Ձեր որ վերջացրեցին, գնացեք այստեղից։ Մայրաթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում սուրբ պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Մեջբերում սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձն է հակաօրինական և հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Մայրաթոռը պարզաբանել է, որ եկեղեցիները, վանքերը եւ այլ սրբավայրերը հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ժառանգությունն են եւ անկախ այդ պատմամշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից կրոնական ծեսեր կատարելու եւ պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն։ Նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, ողջվում է սրբավայրը, հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց, հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը, նշված է հոգեվոր խորհրդի հայտարարությունում։ Այսօր Հովհաննավանքում է եղել փաստաբան Արա Զորհաբյանը ու լրագրողների զրույցում նշել, ոստիկանություն դիմում են ներկայացրել, որ կանխեն եկեղեցու կողմից անցանկալի մարդկանց մուտքը խորան ավանդատներ։ Կիրակի օրը նախատեսված է այստեղ պատարագ, որը պետք է իրականացնի Հայ առաքելական սուրբ եկեղեցու օրինավոր քահանան եւ ոչ թե Ասատրյանը, Ստեփան Ասատրյանը, եւ այդ պայմաններում այդ ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն։ Եվ որովհետեւ մեկով կխոչընդոտի այդ ծեսին, բնականաբար նույնպես ունենա խնդիր օրենքի հետ։ Չենթարկվելով Մայրաթոռի որոշմանը, կարգալույց հոգևորականը ոչ միայն չի հեռացել, այլև այսօր Հովհաննավանքում մկրտության եւ պսակադրության արարողություններ է արել։ Տեր Սարգիսը տեղեկացրել է, որ կարգալույց հոգևորականը չի կարող ծեսեր կատարել, սակայն արարողության մասնակիցները հակառակն են պնդել։ Քանի որ զույգը խոսեցի իրենց հետ, իրենք նախընտրել էին, որ պիտի աներ նախկին քահանան այստեղի, ես չեմ մոտեցել, չեմ խոչընդոտել, որևէ բանով չեմ խանգարել իրենց, դա իրենց որոշումն է։ Մենք իրենց նախապես զգուշացնում ենք, ասում ենք, բացատրում ենք, ընտրությունը իրենցն է։ Տեր Սարգսին ծանուցել են, որ կիրակի առավոտյան ժամը 9-ին ներկայանա քննչական կոմիտե, հայտնել է փաստաբան Արա Զորհաբյանը։ Ըստ փաստաբանի, իրավապահ մարմինները ճանապարհ են բացել կարգալուծված Ստեփան Ասատրյանի համար, որ նա կատարի կիրակնօրյա պատարագը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։